Ողջույն, եթերում ABC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Գառնի Մութաֆյանն եմ և հիմա կներկայացնեմ օրվա ընթացիկ զարգացումները Հայաստանից և աշխարհից։ Գործին ավելանում է ևս մեկ մեղադրանք, ինչի համար են մեղադրում Վարդան Ղուկասյանին։ Ինչու են միակ կին քաղբանտարկյալի նկատմամբ կիրառում ամենախիստ ճնշումները, ինչ տեղեկության է տիրապետում Լիդիա Մանթաշյանը։ Ղազախստանը ինչ նոր առևտրային ուղի է առաջարկում բացել Հայաստանի տարածքով, ինչ է հայտարարել էկոնոմիկայի նախարարը։ Հայաստանի պատվիրակությունն արդեն Բաքվում է, ովքեր են ընդգրկված պատվիրակության կազմում և ինչ նպատակով են մեկնել։ Փեզեշքյանը հայտարարել է մայրաքաղաքի տեղափոխման մասին, իրատեսական է Թեհրանի տեղափոխումը, ինչ մտավախություններ ունեն փորձագետները։ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործին ավելանում է ևս մեկ մեղադրանք, դատական նիստերից մեկի ավարտից հետո արված արտահայտությունների համար։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ հանրային քրեական հետապնդում են հարուցել խուլիգանության հատկանիշներով։ Իսկ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն Սպարտակ Ղուկասյանին դատարանը որոշեց կալանավորել 2 ամսով։ Հիշեցնեմ, որ երեկ երեկոյան իրավապահները ձերբակալել էին Սպարտակ Ղուկասյանին։ Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Մի խումբ անձանց հետ ինֆորմացիոն կամ հաղորդակցական տեխնոլոգիաները գործածելով խուլիգանություն կատարելու մեղադրանքով։ Ավելի վաղ փաստաբան Արամայիս Հայրապետյանն ասել էր, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն Սպարտակ Ղուկասյանին դիմակավորված անձինք առևանգել են և տարել անհայտ ուղղությամբ։ Բագրատ Սրբազանի և աջակիցների գործի վերաբերյալ ևս կան նորություններ։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշել է Արմեն Ալեքսանյանի նկատմամբ նոյեմբերի 25-ից կիրառել տնային կալանք և երկրից բացակայելու արգելք։ Արսեն Ղազարյանի նկատմամբ վարչական հսկողություն և բացակայելու արգելք։ Գնդապետ Միհրան Մաղսուդյանի խափանման միջոց տնային կալանքը չի շարունակվի։ Այն փոխարինվել է բացակայելու արգելքով և գրավով։ Արցախի նախկին պատգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոցը ևս փոխվել է։ Դատավորը վերացրել է տնային կալանքը և նշանակել վարչական վերահսկողություն և բացակայելու արգելք։ Կալանավայրից դուրս կգա նաև Կարո Օկումուշյանը։ Դատարանը հաշվի առնելով 2 անչափահաս երեխաների առկայությունը որոշել է այն փոխարինել տնային կալանքով, բացակայելու արգելքով և 1.500.000 դրամ գրավով։ Մովսես Շարբաթյանի խափանման միջոցը չի փոխվել, նա կմնա կալանքի տակ ևս 3 ամիս։ Դատավորը չի փոխել նաև միակ կին կալանավորի Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը։ Լիդիան կշարունակի մնալ կալանքի տակ ևս 3 ամիս։ Այս քրեական գործի մեջ ամենավտանգավոր անձը ես եմ։ Սարգսյան Արթուրինը բաց է կալանքները, Բագրատ Սրբազանյանը բաց է, ես շատ վտանգավոր անձ եմ, իմը մինչև հիմա բացած չի։ Ուզում եմ ֆիքսենք այն, այսօր դրա մասին չխոսվեց, որ սա պատժի ձև է։ Ես գիտեմ ինչի համար են ինձ պատժում, հիմա չեմ ուզում բարձրաձայնել այդ հարցերը, որոշ պաշտոնյաների վերաբերյալ ինֆորմացիաներ են իմ միջոցով հայտնի դարձել և իրանք նեղվում են դրանից։ Իրանք կարային գործ հարուցեն որպես զրպարտություն, բայց քանի որ դա զրպարտություն չի եղել, դրա համար այս գործի մեջ են ինձ խցկել ու մտածում են, որ եթե մեղադրական եզրակացության մեջ գրեցին, որ Լիդիան Բագրատ Սրբազանի օգնականն է, ասենց Լիդիան դարձավ Բագրատ Սրբազանի օգնական, չնայած իմ համար մեծ պատիվ է, որ ես լինեմ Բագրատ Սրբազանի օգնականը։ Ես այս ամբողջ պայքարի ընթացքում լրատվությամբ եմ զբաղվել, դա հայտնի փաստ է, գիտեն և այն պաշտոնյաներ, ովքեր այս գործը հիմա որ այդ բառը ասեմ, կասեմ ոչ շատ բառ է օգտագործում, բայց այս գործը կարել են, կոպիտ ասած, իրենք էլ գիտեն և բոլորը գիտեն, այս դալիճում առկա մարդիկ էլ գիտեն, որ Լիդիան զբաղվել է լրատվությամբ և ոչ թե այլ բանով։ Իրավաբանական համայնքն ու քաղաքական գործիչները Լիդիայի նկատմամբ ընդգծված վերաբերմունքը պատահական չեն համարում։ Փաստաբան Վարազդատ Հարությունյանի խոսքով միակ կին քաղբանտարկյալին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին։ Միայն Լիդիայի կալանքն է, որ ուղեկցվում է տեսակցությունների սահմանափակմամբ։ Իսկ Հայաստան խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի խոսքով տպավորություն է, որ Լիդիայի նկատմամբ կալանքը կիրառվում է հենց պատժելու նպատակով։ Մանթաշյանը նշել է, որ տեղեկություններ ունի ինչ-որ պաշտոնյայի վերաբերյալ, դրա համար էլ իրեն պատժում են, համոզված է Վարդանյանը։
Մինչ այժմ գրեթե 5 ամիս Լիդիա Մանթաշյանի տեսակցությունները, այդ թվում նաև падգամավորների հետ սահմանափակված են եւ սա այո հիմա էլ եւ սա այլ կերպ քան պատիժ գնահատել չի կարելի։ Երեք Լիդիան իր խոսքում նշեց իր կողմից այսպես նշվող պատճառները եւ ես էլ ունեմ ենթադրություններ, որ այո Լիդիա Մանթաշյանը պատժվում է։ Պաշտոնական լրահոսից Նիկոլ Փաշինյանն Աստանայում է, նաև Ղազախստանի նախագահ Տոկաևը երկկողմ բանակցությունից հետո ընդունել են համատեղ հայտարարություն, երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամները փոխանակել են նաև միջկառավարական եւ միջգերատեսչական փաստաթղթեր։ Դրանց թվում են առևտրատնտեսական գործակցության ճանապարհային քարտեզը, տարբեր ոլորտներում գործակցության հուշագրերը եւ այլն։ Ղազախստանը կարող է նոր առևտրային ուղի բացել դեպի Թուրքիա, Հայաստանի տարածքով, հայտարարել է Ղազախստանի էկոնոմիկայի նախարարը։ Նրա խոսքով Հայաստանի տարածքով անցնող երթուղին կապահովի Աստանայի մուտքը թուրքական նավահանգիստներ։ Մենք այժմ գնում ենք Ադրբեջանի միջով դեպի Վրաստանի նավահանգիստներ։ Նոր երթուղին թույլ կտա մտնել Նախիջևան, ապա Թուրքիա, թուրքական նավահանգիստներ, ասել է նախարարը։ Իսկ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ 5 անդամից բաղկացած հայկական պատվիրակությունն արդեն Բաքվում է, մասնակցելու կլոր սեղան քննարկմանը։ Այս այցի համար պետական բյուջեից տրամադրվել է մոտ 18 միլիոն դրամ։ Պատվիրակության կազմում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, որը գործընկերոջս փոխանցել է, որ այցի օրակարգը դեռ հաստատված չէ։ Նախատեսվում են հանդիպումներ ադրբեջանական քաղաքասարակության ներկայացուցիչների հետ, իսկ հայկական կողմը մտադիր է քննարկումների ընթացքում բարձրացնել նաև գերիների վերադարձի հարցը։ Իսկ այս հանդիպումների ֆոնին տարածաշրջանի մեկ այլ երկրում Իրանում ջրային աղետը հատում է կարմիր գիծը։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ պետության մայրաքաղաքը պետք է տեղափոխվի Թեհրանից գերբնակեցման եւ ջրի սակավության պատճառով։ Նրա խոսքով քաղաքում արդեն պայքարում են ռեսուրսների համար, իսկ Թեհրանի ենթակառուցվածքը չի կարողանում հաղթահարել ծանրաբեռնվածությունը։ Նա նաև ընդգծել է, որ տեղափոխման համար բյուջե չկա, բայց իշխանությունը մայրաքաղաքի տեղափոխումը համարում է համազգային ջրային ճգնաժամից միակ ելքը։ Իսկ Ալիկ օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը գործընկերոջս հետ զրույցում ասել է, որ իրատեսական չի համարում մայրաքաղաքի տեղափոխման մասին հայտարարությունը։ Խանգարող հանգամանքները շատ են, իսկ տեղափոխելով երաշտի հարցը չի լուծվելու։ Նախ պետք է գտնել մի քաղաք, որը թե աշխարհագրականորեն, թե ռազմավարական առումով, թե մանավանդ քաղաքական առումով հարմար լինի որպես մայրաքաղաք, հսկայական բյուջե կուզի այս տեղափոխումը եւ մի ուրիշ խնդիր որ կա, դա այն է, որ հիմա ողջ տնտեսությունը, Իրանի տնտեսության հսկայական մի մասը, արդյունաբերությունը, այսպես վարչական հիմնարկները, ձեռնարկները բոլորը կենտրոնացած են Թեհրան։ Ջրային ճգնաժամի խնդիրը ոչ միայն Իրանինն է, այլև ամբողջ տարածաշրջանին է։ Մի քանի օր առաջ իմ գործընկերն անդրադարձել էր տարածաշրջանում մթնոլորտը սրող մեկ այլ հանգամանքի՝ Ադրբեջանի աճող հետաքրքրությունը Սևանի նկատմամբ։ Մասնագետները նկատում են, որ Ալիևի վերջին հայտարարությունները պետք է դիտարկել ոչ միայն անվտանգային, այլև էներգետիկ եւ ռեսուրսային համատեքստում։ Ջուրը դարձել է աշխարհական գլխավոր գործոններից մեկը։ Մասնագետների հետ խոսել է Սեդա Մակարյանը։ Սևանը շարունակում է մնալ Ադրբեջանի քաղաքական հետաքրքրության կենտրոնում։ Մասնագետներն ասում են, Ալիևի վերջին հայտարարությունները պետք է դիտել ոչ միայն անվտանգային, այլ նաև էներգետիկ եւ ռեսուրսային տեսանկյունից։ Ջուրը դարձել է համաշխարհային անվտանգության կարևորագույն թեմաներից մեկը։ Շատ հնարավոր է այդ ագրեսիվ պահվածքը Ադրբեջանի պայմանավորված է առաջին հերթին այդ խմիրելու ջրի հետ կապված խնդիրների հետ, որոնց նրանք բախվում։ Ըստ ՄԱԿ-ի աշխարհում 1 միլիարդ մարդ զրկված է խմելու ջրից, իսկ մինչև 2030 թվականը ջրի պակասը կարող է դառնալ գլոբալ ճգնաժամ։ Վտանգ կա, որ ջրի պաշարների բացակայության հետևանքով աշխարհում կարող է շուրջ 700 միլիոն կլիմայական փախստական լինել։ Այս ֆոնին Ադրբեջանում ջրի պաշարները արագ սպառվում են եւ Ալիևի հայտարարությունները դառնում են ավելի հասկանալի։ Արցախի հանձնումով Ադրբեջանին իրանք որոշ չափով լուծեցին այդ ջրի պաշարի խնդիրը, որտեղ մի շարք գետեր անցել են իրենց վերահսկողության տակ, բայց միևնույն է, այդ հարցը իրենց համար դժվար լուծելու է, իրանք հասկանում են ժամանակի ընթացքում խմելու ջրի խնդիրը իրանց համար դառնալ է մեղմ ասած օրհասական։
Համաշխարհային բանկի տվյալներով մեկ շնչին բաժին հասնող քաղցրահամ ջրի պաշարը Ադրբեջանում ընդամենը 851 խորանարդ մետր է, մինչդեռ Հայաստանում ավելի քան 2300 խորանարդ մետր։ Ջրի խնդիրը իսկապես կարևոր է տարածաշրջանի համար, մանավանդ խմելու ջրի առումով նշ որ Հայաստանը ամենաշատ ունի տարածաշրջանում, բայց մեկ շնչի գնող, եթե հաշվենք մեկ շնչի հաշվով, այսինքն ոչ թե ֆիզիկական ծավալով, իսկապես մեկ շնչի հաշվով Հայաստանը մոտավորապես 3-ից մինչև 5 անգամ ավելի շատ ջրի պաշար ունի խմելու ջրի մասնախոսքը, քան մեր հարևան երկրները։ Մասնագետները զգուշացնում են Ադրբեջանը կանգնած է էկոլոգիական եւ սոցիալ-տնտեսական լուրջ վտանգների առաջ։ Միջազգային փորձագետներն անգամ զգուշացնում են հնարավոր էկոլոգիական աղետի մասին, եթե հարցը չստանա համակարգային լուծում։ Միաժամանակ քաղաքագետն ունի երկրորդ կարծիք Ալիևի հայտարարությունների մասին։ Բոզոյանը ասում է, Ալիևի խոսքերը պարզապես հայտարարություններ չեն։ Ջրային խնդիրը դա տեխնիկական խնդիր է, որը ցանկացած երկիր կարող է ունենալ, բայց դա երբ որ կա անվտանգության խնդիր, բոլոր խնդիրները լուծվող են։ Տեսեք, արաբական երկրներ կան, որ ջրային խնդիր ունեն, բայց իրենք լուծում են։ Այստեղ կարևորը հետևյալն է, որ մեր ժողովուրդը, մեր հասարակությունը ունի անվտանգության բնած, թե ոչ։ Եթե չունենա անվտանգության բնած, մեր ժողովուրդը կորցնի Հայաստանի կտորը, որը դեռ պահպանվել է մինչև այս վերջին ժամանակահատվածը։ Փորձագետները զգուշացնում են, եթե Ադրբեջանը փորձի վերահսկել Սևանի ջրային ռեսուրսները, Հայաստանն էլ կարող է կանգնել լուրջ հետևանքների առաջ։ Արցախը կորցնելուց հետո արդեն մի շարք սահմանային համայնքներ մնացել են առանց խմելու ջրի։ Եթե ասենք թե մի շարք գետեր, ասենք թե օրինակ Արփա գետը, որը թափվում է Սևան եւ այլն, ինչ-որ ձև վերահսկողություն հաստատեն այդ գետերի ակունքների վրա, ապա մենք իսկապես խնդրի առաջ կանգնենք։ Այս ենթատեքստում քաղաքագետը հորդորում է զգոն լինել նաև անվտանգային առումով, նշում է, որ ջրի կամ այլ կարևորագույն ռեսուրս կորցնելուց խուսափելու համար պետք է ամուր պահել սահմանները։ Երբ որ իրենք ասում են Սևանը, ո՞ն չի նշանակում միայն Սևանն են իրենք։ Մեր հասարակությունը ցավոք սրտի նատուրալիստական հատկություն ունի։ Մարդիկ հասկանում են այն բառի բունի մասով, ինչ որ երկրի ղեկավարն է ասում։ Ինքը որ ասում է Սևան ուզում է, նաև Երևանն է ասում, չէ՞ Երևանը անվանում է։ Տարածաշրջանում ջրի խնդիր ունի նաև Իրանը, Թեհրանում նույնիսկ քննարկվում է մայրաքաղաքի տեղափոխությունը ջրի սուր պակասի պատճառով։ Մասնագետներն առաջարկում են Հայաստանը ջրի վաճառքի միջազգային մեխանիզմներով կարող է զարգացնել գործակցությունը Իրանի հետ երկուստեք շահեկան տարբերակով։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Ամերիկյան որոշ լրատվամիջոցներ հրապարակել են ռուս-ուկրաինական խաղաղության այն ծրագիրը, որը ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ CNN-ը գրել է, որ առաջարկված տարբերակում ոչ միայն Ուկրաինան, այլև Ռուսաստանը կհայտնվեն պարտադրող զիջումների առջև։ Լսենք ծրագրի կետերը։ Ինչ է նախատեսում Թրամփի վարչակազմի նոր 28 կետից բաղկացած խաղաղության ծրագիրն ուկրաինական պատերազմը դադարեցնելու համար։ Նախ կհաստատվի Ուկրաինայի ինքնիշխանությունը եւ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրոպայի միջև կկնքվի չհարձակման մասին համապարփակ համաձայնագիր, որով վերջին 30 տարիների բոլոր անորոշությունները կհամարվեն լուծված։ Կարևոր պայման է ՆԱՏՕ-ին չանդամակցելը։ Ուկրաինան համաձայնում է իր սահմանադրության մեջ ամրագրել, որ չի միանա ՆԱՏՕ-ին, իսկ ՆԱՏՕ-ն համաձայնում է իր կանոնադրության մեջ ներառել դրույթ, որով Ուկրաինան ապագայում չի ընդունվի դաշինքի կազմ։ ՆԱՏՕ-ն համաձայնում է նաև զորքեր չտեղակայել Ուկրաինայում։ Ուկրաինան ստանում է անվտանգության հուսալի երաշխիքներ, սակայն զինված ուժերի թվաքանակն էլ սահմանափակում է հասցնելով 600,000-ի։ Միացյալ Նահանգները երաշխիքներ է տալիս, բայց դրա դիմաց ստանում է փոխհատուցում։ Եթե Ուկրաինան ներխուժի Ռուսաստան, կզրկվի երաշխիքներից։ Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, վճռական համակարգված ռազմական պատասխանից բացի կվերականգնվեն համաշխարհային բոլոր պատժամիջոցները, կչեղարկվի նոր տարածքների ճանաչումը։ Թեև ՆԱՏՕ մտնելն արգելվում է, բայց Ուկրաինան իրավասու է անդամակցելու Եվրամիությանը, եւ այս հարցի քննարկման ընթացքում կստանա կարճաժամկետ արտոնյալ մուտք դեպի եվրոպական շուկա։ Ռուսաստանն էլ կվերաինտեգրվի համաշխարհային տնտեսությանը, այդ թվում հնարավորություն կստանա վերամիավորվել մեծ ութնյակի հետ։ Տարածքների մասով Ղրիմը, Լուգանսկը եւ Դոնեցկը կճանաչվեն որպես դեֆակտո ռուսական տարածքներ, այդ թվում Միացյալ Նահանգների կողմից։ Խերսոնն ու Զապորոժիեն կսառեցվեն շփման գծի երկայնքով, ինչը կնշանակի շփման գծի դեֆակտո ճանաչում։ Ռուսաստանը կհրաժարվի 5 շրջաններից դուրս իր վերահսկողության տակ գտնվող այլ տարածքներից։ Ուկրաինական ուժերը դուրս կգան Դոնեցկի մարզի ներկայում իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածից։ Այդ գոտին կհամարվի չեզոք ապառազմականացված բուֆերային գոտի։
Կողմերը պարտավորվում են չփոփոխել տարածքների վերաբերյալ պայմանավորվածություններն ուժի կիրառման միջոցով։ Փաթեթը ներառում է նաև Ուկրաինայի վերականգնման գլոբալ միջոցառումներ։ Այդ հարցում կօգտագործվեն ռուսական սառեցված ակտիվները։ Միացյալ Նահանգները կստանա ստացված շահույթի 50%-ը։ Համաձայնագիրը կունենա իրավաբանական ուժ։ Հրադադարն ուժի մեջ կմտնի փաստաթղթի շուրջ համաձայնության գալուց անմիջապես հետո։ Միացյալ Նահանգների պաշտոնյաները սակայն հայտարարել են, որ ծրագիրը դեռևս մշակման փուլում է եւ ցանկացած վերջնական համաձայնագիր կպահանջի զիջումներ երկու կողմից էլ։ Զարա Սարգսյան, Աննա Գրիգորյան, Նոնա Գևորքյան, ABC Media։ Զուգահեռ Ուկրաինայի նախագահի գրասենյակը հայտնել է, որ Վլադիմիր Զելենսկին ստացել է ԱՄՆ-ի մշակած ծրագրի նախագիծը։ Ուկրաինայի նախագահի գրասենյակից պարզաբանել են, որ Զելենսկին ակնկալում է առաջիկա օրերին բանակցություններ վարել Թրամփի հետ։ Դրանց ընթացքում նա մտադիր է քննարկել առկա դիվանագիտական հնարավորությունները եւ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ հիմնական կետերը։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստացել է ամերիկյան կողմի մշակած խաղաղության ծրագրի նախագիծը եւ այն պատրաստ է քննարկել Թրամփի հետ պատերազմի արժանապատիվ ավարտի հասնելու համար։ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրամիության ոչ մի երկիր չի մասնակցել Ուկրաինայի հարցի կարգավորման վերաբերյալ Թրամփի առաջարկների մշակմանը։ Ռուսաստանի եւ Լեհաստանի հարաբերությունների սրման ֆոնին Ռուսաստանում Լեհաստանի դեսպանը հարձակման է ենթարկվել Սանկտ Պետերբուրգում։ Միջադեպը տեղի է ունեցել Նևսկի պողոտայում նոյեմբերի 16-ին։ Դեսպանի վրա հարձակվել են մի խումբ անձինք, որոնք վանկարկել են հակալեհական եւ հակաուկրաինական կարգախոսներ։ Դեսպանի թիկնապահները ստիպված են եղել միջամտել։ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին էլ սպառնալիքներ է ստանում սոցցանցերում։ Նախորդին տեղի է ունեցել նմանատիպ եւս մի դեպք։ Դա եղել է Լեհաստանի նախագահի դեմ մահափորձ կազմակերպելու կոչ։ Ավելի վաղ ոստիկանությանը հաջողվել էր նույնականացնել եւ ձերբակալել 19-ամյա լեհ քաղաքացու, որը X սոցցանցում նախագահի լուսանկարի վրա տեղադրել էր ատրճանակի պատկեր եւ կհանդիպեն կարոլյոկ գրություն։ Վենեսուելայի վերաբերյալ Թրամփի սպառնալից հայտարարություններից հետո Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է փրկչին ապավինելու մասին։ Ես Վենեսուելան հանձնել եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ասել է նա, կոչ անելով աստվածային ուժերին փրկել երկիրը Թրամփից։ Աշխարհում մոտ 417 միլիոն երեխա ապրում է աղքատության մեջ, նշվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարեկան զեկույցում։ Ռեսուրսների պակասը, պատերազմը եւ կլիմայի փոփոխությունը սպառնում են հիմնական ծառայություններից օգտվելու հնարավորությանը։ Մանկական աղքատության ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Աֆրիկայում եւ Հարավային Ասիայում։ Աղքատությունը հաղթահարելու ուշագրավ լուծում է տեսնում ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա կանխատեսած ապագայում աշխատանքի կամ գումարի կարիք այլևս չի լինի։ Աղքատությունը կվերանա, իսկ դա տեղի կունենա արհեստական բանականության եւ ռոբոտաշինության շնորհիվ։ Վիետնամում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 16-ի, ամենաշատը տուժել են հարավային շրջանները։ Լամդոնգ նահանգում մարդկանց աչքի առաջ հեղեղը քշել տարել է կամուրջը։ Ամերիկացի Պետեր Զալցմանը վինգսյութով թևավոր կոստյումով թռիչք է իրականացրել Կանարյան կղզիների El Hierro կղզու վրայով։ Նոր մշակված թևի շնորհիվ նա կարողացել է մեծ բարձրություն հավաքել, ինչը մինչ այս չէր արվել։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորքյան, ABC Media։ Եվ վերջում, Apple-ը առաջիկայում պատվիրակություն կգործուղի Հայաստան, ուսումնասիրելու ընկերության հնարավոր գործունեության ընդլայնման ուղղությունները, հայտնում է Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանությունը։ Դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Apple ընկերության Կուպերտինոյի կենտրոնակայան, որտեղ հանդիպել է ընկերության միջազգային գործակցության ստորաբաժանման ավագ տնօրեն Ջեյսոն Լոնդգարդի հետ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Գառնիկ Թավյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, ժամը 18-ին եթերում կլինի լուրերի գլխավոր թողարկումը։ Կհանդիպենք առայժմ։